Բարեկո պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունը եւ սկսենք թերևս ամենակարևոր թեմայից, արդեն 9 օր է աշխարհի ուշադրության կենտրոնը Իսրայել-Իրան հակամարտության վրա է, պատերազմի 9-րդ օրն է, այսպես ասած։ Փորձենք ամփոփել ինչ ունենք այս պահին գետնի վրա, ինչ իրավիճակում է Իսրայելը, ինչ իրավիճակում է Իրանը։ Խնդրեմ ձեր Կարելի է ասել, որ երկու կողմերն էլ դեռևս ունեն որոշակի ներուժ, որը ամբողջապես չեն բացահայտել։ Ինչպես եւ առաջին օրերին, այնպես էլ այսօր անհրաժեշտ է արձանագրել, որ Իսրայելը ավելի ռազմավարական գործողություններով է աչքի ընկնում, Իրանի գործողությունները մի փոքր ավելի հախորն են։ Պետք է նկատենք, որ Իսրայելը իր հարվածներով, իր գործողություններով նվազեցնում է Իրանի ռազմական ներուժը, նվազեցնում է Իրանի միջուկային ուրանի հարստացման եւ այլ գործողություններով մտավոր ներուժը, որովհետեւ վերացնում է, տեսնում ենք գիտնականների եւ այլն։ Դրա փոխարեն Իրանը հարվածներ է հասցնում եւ վնասում է ենթակառուցվածքներ, որոնք վերականգնելի են։ Տեսեք, ի տարբերություն Իսրայելի կողմից հարվածների, որոնք ավելի մեղմ են դրսևորում Իրանը։ Ոչ թե մեղմ է դրսևորում, այլ հնարավորություններն են այդքան։ Այսինքն Իրանը չի կարողանում օրինակ վնաս հասցնել Իսրայելում ռազմական խոշոր որևէ արտադրության կամ Իրանը չի կարողանում վերացնել Իսրայելում բարձրաստիճան որևէ զինվորականի, իսկ Իսրայելը կարողանում է դա անել։ Տեխնոլոգիաների մասին է խոսքը։ Այո, քանի որ տիրապետում է շատ ավելի բարձր տեխնոլոգիաների։ Իհարկե հարգանքի արժանի է Իրանի գործողությունները, Իրանի պատասխանը, որովհետև դրանք զուտ ռազմական առումով համարժեք են, այո, բայց ռազմավարական առումով համարժեք չեն։ Իսրայելը ավելի մեծ վնաս է կարողանում հասցնել Իրանին, քան Իրանն է կարողանում հասցնել Իսրայելին։ Եվ այս առումով պետք է նշել, որ Իրանի համար թերևս ավելի նախընտրելի կլիներ իրավիճակը հանգուցալուծել, համաձայնության գալ, քան Իսրայելի համար, եւ դա մենք տեսնում ենք իրականում։ Իսրայելը հանդես է գալիս ավելի կոշտ, Իսրայելը ավելի շատ է փորձում այնպես անել, որ հարցը չլուծվի, Իրանը ընդհակառակը ավելի կառուցողական է այս հակամարտությունում։ Եվ ես կցանկանայի նաև Հայաստանի մասին խոսել այստեղ։ Հայաստանի համար եւս լավ կլիներ, որպեսզի իրավիճակը ինչքան հնարավոր է շուտ հանգուցալուծվեր, քանի որ տարածաշրջանում անկայունությունը ակնհայտորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, եւ Հայաստանի համար դեռևս այս փուլում ամենալավը կլիներ չեզոք դիրքավորում ունենալ, ոչ թե այն պատճառով, որ Իրանը մեր բարեկամը չէ, իսկապես մեզ բարեկամ երկիր է Իրանը, ոչ թե այն պատճառով, որ Իսրայելը Ադրբեջանի գործընկերն է եւ մենք գիտենք, որ Իսրայելը որոշակի այլ այն պատճառով, որ Իրանի եւ մյուս կողմի միջև փոխհարաբերություններում Իսրայելը չէ գլխավոր, Իսրայելը չէ կարևորը։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի թիկունքին կանգնած են պետություններ, ում հետ ակնհայտորեն Հայաստանը հիմա բարեդրացիական հարաբերություններ ունի։ Միացյալ Նահանգները, եվրոպական պետությունները ցավոք սրտի երեք կայացած հանդիպման ժամանակ եվրոպական 3 պետությունների եւ Իրանի արտաքին գործերի նախարարի համաձայնություն ձեռք բերել չհաջողվեց որևէ հարցի շուրջ։ Այնուամենայնիվ այդ պետությունները, որոնք այսօր Հայաստանի հետ սերտ հարաբերություններ են հաստատել եւ օգնում են մեզ, եկեք իրատես լինենք, օգնում են մեզ անվտանգության ապահովման գործում։ Հենց Հնդկաստանի մասով էլ կցանկանայի խոսենք, բայց կխոսենք այդ մասով։ Հնդկաստանը ավելի չեզոք է, տեսեք, Հնդկաստանը։ Բայց Հնդկաստանը հայտարարեց, որ ասեց ես կսատարեմ Իսրայելին։ Այն դեպքում, երբ որ Պակիստանը ասեց, որ ես Իրանի կողմնակից եմ։ Տեսեք, այո, եթե Պակիստանը ընդհանուր միայն շահերի մասին է խոսքը, ոչ մի դիվանագիտություն։ Թեև Հնդկաստանը համեմատաբար ավելի չեզոք է, ի տարբերություն մյուս պետությունների, քանի որ Հնդկաստանը նաև իր նույն հայտարարության մեջ նշեց նաև, որ Իրանը եւս բարեկամական պետություն է իրենց համար, բայց եթե Պակիստանը ներգրավի, բնականաբար մենք կսատարենք Իսրայելին։ Այստեղ հարցը նրանում է, որ Հայաստանի համար ամենակարևորը այս խնդիրներից իր վրա խնդիրներ չքաշելն է։ Մինիմալ կորուստներով գոնե դուրս գա։ Կորուստներ ես չէի անվանի դրանք։ Թեկուզ դիվանագիտական։ Եթե օրինակ այսօր այս պահին կանգնի այդ պատերազմը, Հայաստանը որևէ կորուստ չի ունենա։ Փաստացի մենք ոչ մի խնդիր այստեղ չենք ունենում, բայց կարող են ունենալ կորուստներ, եթե օրինակ չեզոքությունը փորձեն խախտել, եթե օրինակ իհարկե առաջին հայտարարությունը ակնհայտորեն դատապարտել է Իսրայելին մի փոքր իմ կարծիքով շտապողականություն էր, բայց հետագայում Հայաստանը որևէ բան չի անում եւ ես կարծում եմ ամենաճիշտ դիրքավորումն է Իրանի ժողովրդի համար հնարավորություններ ստեղծել, խնդրեմ, եթե Իսրայելու հрьяաներ կլինեն, ովքեր կցանկանան պատերազմից խուսափելու համար Հայաստան գալ, նույն տրամաբանությամբ խնդրեմ, բայց պետություններին օգնություն առաջարկել կամ մասնակցել, միջամտել կամ հայտարարություններով հանդես գալ, ես կարծում եմ չարժե։
Շատ լավ, Հայաստանին դեռ կանդրադառնանք, պարոն Ղևոնդյան, ցանկանայի խոսենք նաև մյուս դաշնակիցների մասին, Իսրայելի մասով Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության մասին, որը 3 բառացիորեն հայտարարեց եւ վերջնաժամկետով խոսեց, ասելով, որ 2 շաբաթ ժամանակ եմ տալիս, 2 շաբաթում կողմնորոշեք, բայց դրանից բացի բազմաթիվ այլ հայտարարություններ է արել Թրամփը, կապիտուլյացիա, ինչպես կհիշեք, նա գրառումներ էր անում X-ում եւ այլն, ամեն ինչ ասում էր, բայց կարծես ոչ մի բան ուղղակի շոուի համար է ստացվում։ Կարող ենք ասել, որ թիվ 1 գերտերության թիվ 1 ղեկավարի խոսքն էլ է դարձել կարծես ոչ այդքան արժեքավոր։ Այո, դարձել է, ես նույնիսկ ցանկանում եմ տեղեկացնել, որ հումոր կա այդ առումով, երեկվա հայտարարությունից հետո Թրամփի, ասում են, որ Թրամփը 2 շաբաթներ շատ ունի եւ բոլորին բաժանում է, եւ ստացվում է, որ իսկապես արժեքը բավականին ընկել է, այլևս Միացյալ Նահանգների նախագահի այն խոսքը չէ, որից հետո սպասում էին գործողությունների, եւ դա կապված է հենց նրա հետ, որ Թրամփի խոսքը եւ գործը չեն համընկնում իրար հետ արդեն բավական երկար ժամանակ։ Սկսած նրանից, որ նա գալիս էր, որպեսզի թույլ չտար պատերազմներ, բայց նա ունի այսօր ավելի շատ պատերազմ, քան կար նրա հունվարի 20-ին նախագահ դառնալուց առաջ։ Այսինքն փաստացին նա պատերազմ բերել է, ոչ թե պատերազմները վերացրել է։ Եվ վերջացրած նրանով, որ այդ 2 շաբաթները, ինչի մասին մենք խոսում ենք, Ռուսաստանին էր տրվել, Ուկրաինային էր տրվել, հիմա էլ Իրանին է տալիս, բայց դրանից հետո որևէ գործողություն մենք չենք տեսել, էական գործողություն, որը կփոխի տրամաբանությունը տեղի ունեցող իրադարձությունների մենք չենք տեսնում։ Տեսեք, ցանկանայի նաև խոսենք Իրանի Իսլամական Հանրապետության լրատվամիջոցներում շատ է խոսվում այս մասին, նրանց ԶԼՄ-ներում շատ է տարածվում այս տեղեկատվությունը եւ նրանք կարծես արդեն անթակույց մեղադրում են Ադրբեջանին Իսրայելին սատարելու համար եւ նույնիսկ ես ուզում եմ նշել Թասնիմ լրատվամիջոցը, որտեղ նրանք կոչ են անում, որ Ադրբեջանից պետք է իրենց իշխանությունները, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հաշվեհարդար տեսնեն, որտեղ Ադրբեջանը շատ լուրջ ներգրաված է, թեկուզ անուղղակի կերպով ցույց չի տալիս հայտարարություններ չի անում, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ օկուպացված Արցախը շատ ավելի մոտ է այնտեղ հարվածելու եւ անօթաչուների մասով եւ այս մասով ինչ կանխատեսումներ կարող ենք անել։ Նշեմ, որ պաշտոնական Իրանը չունի այդ մտայնությունը, ձեր նշածները առանձին լրատվականների կամ փորձագետների կարծիքներ են։ Օրեր առաջ, 2 օր առաջ ես մասնակցում էի Իրանի դեսպանատանը, Իրանի դեսպանի կողմից հրավիրված հանդիպմանը, որի ժամանակ նա ներկայացնում էր իրավիճակը եւ մեր գործընկերների կողմից հարց հնչեց, արդյոք ինչպես են վերաբերում Իրանում Ադրբեջանի մասնակցությանը, Իրանի դեսպանը հիմնականում խուսափողական պատասխաններ տվեց եւ նա նշեց, որ մենք դեռևս չենք տեսել կոնկրետ գործողություն Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը բացարձակ չեզոք է, ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարության, իրենց արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չեզոք հայտարարություններ արել եւ ըստ այդմ կարծես թե Իրանում Ադրբեջանի հետ կապված որևէ մտայնություն, որևէ մտավախություն գոնե այս պահին չունեն, թեև ես չեմ կարծում Գուցե պաշտոնական մասում ցույց չեն տալիս։ Այո, ես չեմ բացառում, հենց դրան ուզում անդրադառնալ, չեմ բացառում, որ կան գործընթացներ, որոնք գնում են լատենտ, որոնց վերաբերյալ այս պահին մենք չենք կարող տեղեկություններ ստանալ, բայց Իրանի պես պետությունը դժվար թե հաշվի չառնի, որ թիկունքում կա մի պետություն, որից հարված կարելի է սպասել։ Խոսքը նրա մասին էր նաև, որ միթե Իրանը չէր հասկանում այն ժամանակ, երբ 44 օրյա պատերազմն էր, որ հետագայում դա իրենց դեմ է աշխատելու եւ այդպես էլ կարծես ստացվեց։ Այդ կանխատեսումը նրանք չունեին արդյոք։ Ես կարծում եմ Իրանում ունեցել են կանխատեսում եւ Իրանը չէր ցանկանա, որպեսզի պատերազմի արդյունքները լինեին այսպեսին, բայց Իրանը հնարավորություններ չուներ այդ ժամանակ այդ պատերազմի վրա այնպես ազդելու, որպեսզի իրադարձությունները այսպես չզարգանան։ Քանի որ կհիշեք, երբ որ Ադրբեջանի տարածքից նաև հարվածեցին ուղղաթիռը նախագահի եւ նա մահացավ, 30 տարի առաջ երբ Հայաստանի վերահսկողությամբ էր նման բաներ տեղի չէր ունենում։ Դա հասկանալի է, այո։ Ինչևէ, նաև շատ կարևոր այս շաբաթվա ընթացքում մի ինֆորմացիոն տեղեկատվություն տարածվեց, որին կուզենամ անդրադառնամ եւ ձեր կարծիքը լսեմ։ Իսրայելի բանակը 2 անգամ հրապարակեց իրանական հրթիռների գործողության շարաբղի քարտեզ, որտեղ Արցախը եւ Նախիջևանը հայկական էր։ Որքան էլ իրենք խառնված են, որքան էլ իրենք հողբոհի մեջ են, բայց երկրորդ անգամ նույն տեսքով այդ քարտեզը հրապարակելը կարծես ինչ-որ մեսիջ էր մեջ պարունակում։ Հատկապես այդ ժամանակ նման քարտեզներ անվանումները շատ նուրբ քաղաքական թեմաներ են։ Իսրայելը ինչ էր սրանով ուզում ցույց տալ։ Ես կարծում եմ դա կապված է Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ակնհայտ է, ինչպես ես նշեցի, որ Ադրբեջանը իրեն չի դրսևորում որպես այնպիսի դաշնակից, որը պարտքեր ունի, փաստացի Ադրբեջանը պարտքեր ունի Իսրայելի նկատմամբ, եւ Իսրայելում դա միանշանակ չեն ընդունում։
Նույն կերպ է օրինակ Ադրբեջանը հարաբերվում այսօր Ռուսաստանի հետ, ի տարբերություն Իսրայելի, Ռուսաստանը կարծես թե խրված լինելով Ուկրաինայում չի կարողանում շատ մեծ իր վրթովմունքն արտահայտել, բայց Իսրայելը, այսպես ասենք, ամենակիչը խրված չէ Իրանում։ Իսրայելը ընդհակառակը այս պահին փորձում է ավելի ընդլայնել իր գործողությունների ճակատը եւ կարող է նաեւ այդ ընթացքում կշտամբել իր դաշնակցին նրա համար, որ փոխադարձ ուրեմն բարեկիրթ չեն իրենց նկատմամբ, այնպես ինչպես իրենք եղել են Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ բոլոր գործողությունները։ Այսինքն սա ուղղակի ցույց է տալիս, որ մենք ունենք դժգոհություն, մեր դժգոհությունը։ Ես կարծում եմ, այո, սա Իսրայելի կողմից հաղորդագրություն էր Ադրբեջանին, առ այն, որ գիտեք, իրականում խորհրդային կամ ռուսական դիվանագիտության այն ձևը, որ կարելի է հեռախոսը վերցնել, զանգել եւ հարցերը լուծել մեկը մյուսի հետ, ընդ որում դա չպիտի լինի հանրային, ինչի մեջ շատ են օրինակ մեղադրում մեր ներկայ իշխանություններին, որ դուք հանրային եք անում, չեք հանրային անում, մենք սովորենք, որ դուք պետք է զանգեք, դա աշխատում է Ռուսաստանում եւ աշխատում է Խորհրդային Միությունում։ Գուցե աշխատի նաեւ Ռուսաստանի եւ որոշ գործընկերների հետ ներկա հարաբերություններում, բայց քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն դրա համար օգտագործում է նմանատիպ միջոցներ։ Շատ լավ, նաև անդրադառնանք մի կարևոր այցի, որը երեք տեղի ունեցավ, Հայաստանի վարչապետը Ստամբուլում էր, որտեղ հանդիպեց Էրդողանին, Թուրքիայի նախագահին, նախ ինչպես է գնահատում նման այցերը, այս քաղաքական բարդ իրավիճակում, արդյոք ճիշտ էր, որտեղ մի հասարակության մի լայն շերտ մտածում էր, որ չպետք է գնա եւ այլն։ Տարատեսակ վայրիվերումներով խոսակցություններ էր։ Արդյոք ճիշտ էր, ստացված էր եւ ինչ հետագա արդյունքներ սպասենք։ Նախ նշեմ, որ այցը ինքնին շատ կարևոր էր, որովհետեւ այն իրավիճակը, որը գոյություն ունի մեր տարածաշրջանում, անվտանգային ռիսկեր է մեզ համար բավական մեծ ռիսկեր է գեներացրել եւ դրանց կառավարելու մի քանի միջոցներ կան։ Միջոցներից մեկն այն է, որ մենք գնում ենք խնդրում ենք ինչ-որ մեկին, որպեսզի մեզ իր հովանոցի տակ վերցնի, մինչև 2018, նույնիսկ մինչև 2022 թվականը դա Ռուսաստանն էր, դրանից հետո չկա այդպիսի պետություն, ես հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն էլ անի նման բան, կապ չունի թե ում Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Չինաստանին, թե նույն Ռուսաստանին, չեն գնա խնդրեն, որպեսզի հովանոցի տակ վերցնի։ Դրա տարբերակներից եւս մեկն այն է, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի հարաբերություններ մեր հարևանների հետ, որպեսզի վտանգը, որը գալիս է նրանցից, որոշակիորեն նվազի։ Եվ Հայաստանի կառավարությունը կարծես թե այս ճանապարհն է որդեգրել, ինչը նշանակում է, որ Փաշինյանի այցը Թուրքիա եւ Էրդողանի հետ զրույցը կարող է որոշակիորեն նվազեցնել անվտանգային ռիսկերը կապված Թուրքիայի հետ։ Կարող է դա չնվազեցնել Ադրբեջանից եկող ռիսկերը, նույնիսկ կարող է ավելացնել, որովհետև այս երեք եւ այսօր ես տեսնում եմ որոշակի հիստերիկ տրամադրություններ Ադրբեջանում, առ այն, որ Էրդողանը իր խոսքում նշել է խաղաղության համաձայնության մասին, ճանապարհել է ներողություն նույն օրը նրանք կրակեցին հանդում։ Այո, նույն զուգահեռ իրականության մեջ դա պետք է նաեւ հաշվի առնել։ Դա եւս հիստերիայի դրսևորումներից մեկն է, բայց խոսքում շատ ավելի հիստերիկ միտումներ կան, եթե ուշադրություն դարձնեք փորձագետների մոտ, բայց նաեւ իշխանական լրատվամիջոցների մոտ եւ կշռելով այսպես այս երկու իրավիճակները Թուրքիայից եկող վտանգների նվազեցումը եւ Ադրբեջանից հնարավոր վտանգների ավելացումը, ես կարծում եմ միանշանակ է, որ Թուրքիայից եկող վտանգների նվազեցման կշիռը ավելի մեծ է, այսինքն գնալ Թուրքիա նշանակում է, որ ընդհանուր անվտանգային ռիսկերը մի փոքր նվազում են, ինչը շատ կարեւոր է։ Ինչպես ասացի, այցի մասին այսքանը, բայց կոնկրետ բաղադրիչների մասին իհարկե շատ կարեւոր է մեզ համար, որ Էրդողանը նշեց հենց խաղաղության համաձայնագրի մասին, իր խոսքում նշեց խաղաղության համաձայնագրի մասին եւ կարեւորեց դա եւ դա ցույց է տալիս, որ ինչքան էլ որ մենք խոսում ենք թուրք-ադրբեջանական միասնության մասին Հայաստանի վերաբերող հարցերում, բայց կան առանձին բաղադրիչներ, որտեղ Թուրքիայի մոտեցումները մի փոքր տարբերվում են Ադրբեջանի մոտեցումներից։ Նման բաղադրիչներից մեկը հենց խաղաղության համաձայնագիրն է, օրինակ Թուրքիան ըստ ամենայնի ցանկանար, որպեսզի այդ համաձայնագիրը ինչքան հնարավոր է շուտ կնքվեր, բացվեին ճանապարհները, բացվեր տարածաշրջանը եւ Թուրքիան կարողանար օգուտներ քաղել։ Բացի այդ, կան նաեւ այլ բաղադրիչներ եւս, օրինակ հնարավոր տարանցիկ ճանապարհը Ասիայից դեպի Եվրոպա, որը այս պահին օգտագործվում է օդով, կարող է օգտագործվել նաեւ ցամաքով։ Եվ ցամաքով օգտագործելիս պարտադիր չէ, որ այդ ապրանքները անցնեն Սյունիքի մարզով, այդ ապրանքները կարող են անցնել Հայաստանի հյուսիսով։ Եւ այստեղ եւս Հայաստանի եւ Թուրքիայի շահերը ավելի են համընկնում։ Առաջին նրա համար, որ այստեղ անվտանգության հավելյալ հնարավորություններ կան, քանի որ Իրանի սահմանից բավական հեռու է, եւ նաեւ Ռուսաստանի սահմանից է հեռու, ես նշեմ, որ Ադրբեջանից Վրաստանով անցնող ճանապարհը այս պահին Հարավային Օսեթիայի ռուսների կողմից օկուպացված հատվածից բավական մոտ է անցնում։ Առաջին անվտանգության հարցը եւ երկրորդը տնտեսական շահավետության հարցը։ Այս ճանապարհը, որի մասին ես նշում եմ, Հայաստանի հյուսիսով անցնող հնարավոր ճանապարհը ամենակարճն է, որը կապում է Չինաստանին եւ Միջին Եվրոպայի հետ։
Դրանից կարճ ճանապարհ ուղղակի ֆիզիկապես գոյություն չունի, բնականաբար օդային ճանապարհն է ավելի կարճ, ցամաքային այլ ճանապարհ Եվ նույնիսկ ծովային ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի։ Այսինքն այստեղ եւս մի կետ կա, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են, եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը ամբողջապես չեն համընկնում։ Իհարկե դա չի նշանակում, որ Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հետ ինչ-որ մի բան է անելու, բայց դա նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այնուամենայնիվ իրար հետ խոսելուց ունենալու են պարզաբանելու հարցեր։ Եվ այստեղ ճիշտ աշխատելով կարող ենք զսպել Ադրբեջանի առավելապաշտական որոշակի առումով, այո, Թուրքիայի հետ ճիշտ աշխատելու դեպքում մենք կարողանանք նաեւ որոշակիորեն Թուրքիայի միջոցով ազդել Ադրբեջանի վրա, որովհետեւ Թուրքիայում ինչքան էլ որ իրենք համար Ադրբեջանը եղբայրական պետություն է, բայց նրանք իրատես են, Էրդողանի կառավարությունը ընդհանրապես շահի տեսակետից, տնտեսության տեսակետից իրատես է եւ ներողություն եւ եթե նրանք տեսնեն, որ կա որևէ տեղում շահավետության ավելի բարձր հնարավորություն, նրանք Ադրբեջանի հետ զրույցի ժամանակ գոնե կնշեն դրա մասին եւ Ադրբեջանը գոնե 2-3 անգամ ավելի կմտածի, թե ինչ անել։ Նորից նշեմ, դա չի նշանակում, որ Թուրքիան Ադրբեջանին զսպելու է, Թուրքիան Ադրբեջանին ինչ-որ բան է ասելու արա կամ մի արա, նախ այն պատճառով, որ Թուրքիան չունի այդ հնարավորությունները ամբողջապես Ադրբեջանին կառավարելու։ Ադրբեջանը կառավարվում է նաև օրինակ Ռուսաստանից, կառավարվում է նաև որոշակի առումով Իսրայելից եւ այլն, եւ նաև Ադրբեջանում կա նախագահ, որը որոշ դեպքերում նույնիսկ ինքն է որոշում ընդունում հաշվի չառնելով մյուսների կարծիքը։ Բայց դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի համար նեգատիվ ազդեցությունը կարելի է որոշակիորեն սահմանափակել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։